Տիկին Աթշաջյան, շնորհակալ եմ, որ այսպես համաձայնեցիք մեր մի քանի հարցերին պատասխանել եւ երևի սկսենք այս հարցից։ Գյումրիում եւ Փարաքյարում ամեն դեպքում ընդդիմությունը հաղթեց, կայացան նոր քաղաքապետերի երթունակալության արարողությունները։ Խնդրեմ, ինչ կարող եք ասել։ Սա ինչի ցուցիչ է։ Ես շատ մեծ նշանակություն եմ տալիս այս իրադարձություններին։ Գիտեք, մենք այնպիսի մի փոսում ենք գտնվում, որ միանգամից ցնցումային փոփոխությունների թերևս դժվար էր սպասել, բայց ինչու եմ ես շատ բարձր գնահատում։ Գիտեք, մի տեսակ նույնիսկ խորհրդանշական է։ Նախ սա էլ չմոռանանք, որ այստեղ մենք պետք է հասկանանք, որ հաղթեց միավորումը։ Որևէ մեկը առանձին, սա մեզ մի շատ կարևոր բան է հուշում, որ Հայաստանը այսօր այնպիսի վիճակում է, որ հույսը դնել մեկ անհատի, մեկ խմբի, մեկ կուսակցության վրա դժվար է, համախմբում է հարկավոր։ Գյումրին մեզ ցույց տվեց, որ մենք կարող ենք հաղթել միայն այն ժամանակ, երբ միասին ենք։ Սա շատ կարևոր բան էր, բացի դրանից, ասեք, ես միշտ արդեն երկար տարիներ է ասում եմ, որ մեզ հետ աշխատում են շատ պրոֆեսիոնալ եւ հիմնականում թիրախ, ոչ թե սրանք են պրոֆեսիոնալ, այլ իրենց կոորդինատորները, ովքեր որ ուրեմն հուշումներ են անում, ինչ անել եւ այլն։ Հիմա իրենց հիմնական թիրախը ինչն էր, որպեսզի հայ ժողովրդին այսօրվա իր հավաքականության մեջ դնեն զոհի կարգավիճակում։ Վիկտիմիզացիայի process-ները, այսպիսի երևույթ գոյություն ունի։ Իսկ զոհը ինչ հոգեվիճակում է լինում, թուլացած, նվաստացած, ցածր ինքնագնահատականով, ահա այսպիսի հոգետրամաբանությամբ, որ միևնույն է ես ոչինչ փոխել չեմ կարող։ Միևնույն է ինձնից ոչինչ կախված չէ։ Եթե նույնիսկ հասկանում եմ, որ վատ է ամեն ինչ, աղետալի է ամեն ինչ, բայց ես անզոր եմ, անօգնական եմ։ Սա է զոհի հոգեվիճակը։ Հիմա մենք տեսնում ենք, որ կամաց մենք ունեցանք զոհի կարգավիճակից դուրս գալու բռնկումներ տարբեր կետերում, որոնք, օրինակ ասենք, նույն Վանաձորը, չէ, որոնք նույն պահին այսպես խեղդվեցին։ Մարդուն ուրեմն բանտարկեցին եւ այլն։ Բայց հիմա process-ը շարունակվում է եւ այսօր մենք կարող ենք ուղղակի հպարտանալ, որ մեր ժողովուրդը այնուամենայնիվ սկսել է հասկանալ իրեն այլևս զոհ չի զգում, ոտքի է կանգնում, ողնաշարը շտկելու շարժումներ է անում եւ դրա լավագույն ապացույցը Գյումրին էին ու Փարաքարը։ Սա շատ գնահատելի բան է, մենք չպետք է սա թերագնահատենք, որովհետեւ այսպիսի ուրեմն ալիքները, այսպիսի հաջողությունները իրենք տարածվելու միտում կարող են ունենալ։ Բացի դրանից, գիտեք, մենք տեսնում ենք, որ սրանց համար սահմանադրություն ոտնատակ տալը, օրենք ոտնատակ տալը բացարձակապես ուրեմն ոչ մի բան չի նշանակում։ Հիմա հարց, ինչու են թույլ տալիս, որ ասենք նույն բանը չեն անում, ինչ արեցին Ասլանյանի հետ, Ղուկասյանի հետ։ Հանգիստ կարող են։ Սա նշանակում է, որ ինչ որ այնուամենայնիվ իրենք հասկանում են, որ դա իրենց համար կործանարար կլինի, որովհետև սրանք, տեսեք, մենք այսինքն իրենք այլևս գիտակցում են, որ տոտալ մերժված են, գեներացվող ատելություն կա իրենց նկատմամբ։ Իրենք Աշյանի հիմար չեն, իրենք բարոյական չեն ուղղակի, եւ ինչ որ ինտելեկտով չեն փայլում, բայց բոլոր դեպքերում այն ինչ իրենց կաշվին ու մաշկին է վերաբերում, իրենք հասկանում են, իրենք տեսնում են, որ իրենք ատելության ժողովրդական, համաժողովրդական ատելության թիրախում են, մարդիկ ատում են, մարդիկ զզվում են իրենցից, իրենք սա չեն կարող նկատել, ինքնախապեյության այդ աստիճանին իրենք չեն կարող հասնել։ Եվ տեսեք, այսօր իրենց վարքագիծը, նույնիսկ իրենց պահվածքը թույլ է տալիս հասկանալ, որ իրենք ուղղակի իրենց հերկելու մասին են մտածում, ոնց անեն, որպեսզի իշխանությունից կարճած մնան, որովհետև գիտեն, որ եթե իրենք զրկվեն իշխանությունից, իրենք ուղղակի հանցագործներ են ու պատիժ է սպասվում։ Եվ ահա մեր ժողովուրդը շտկվում են։ Ես սա տեսնում եմ, սա արդեն փաստերով ենք մենք տեսնում։ Ոչ միայն շտկվում է իր մտքով, իր մտածելակերպով, իր հասկանալով, թե ինչի մեջ են իրենք հայտնվել, այլև ի վիճակի է գործնական ձևով քայլեր կատարել, որպեսզի այս ուրեմն չարաբաստիկ, մահաբեր, այս խայտառակ իշխանությունից մենք կարողանանք ազատվել։